6 օր Պատայայում եւ Բանգկոկում մնալուց հետո մեկնարկում է Miracle Tour and Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ Թայլանդ խմբային տուրի Բանգկոկից Փուքեթ թռիչքը։ Եվս 5 օր կլինենք կղզիներում։ Խումբը պատրաստ է, գնում ենք Փուքեթ։ Շարժվում ենք օդանավ եւ վերջ մնաս բարով Բանգկոկ։ Նայեք, ուրեմն Բանգկոկից Փուքեթ ենք թռնում, ուստու արդեսկի ծնունդն է Happy birthday to you, happy birthday to you։ Հենց այսպես պոզիտիվ թռիչ եւ 1 ժամ հետո մենք Փուքեթում ենք։ Ինչ մենք արդեն Փուքեթում ենք, Եվրասիա, տեսեք մեր ինքնաթիռը վայր է կատարեց վարքյաններ առաջ Փուքեթում։ Ես մեր խմբի մասնակիցները Բարի գալուս Փուքեթ, արկածները շարունակվում են։ Ժողովուրդ, տեսեք, ուրեմն տեղի ունեցավ աննախադեպ տուր Հայաստանի տուրիզմում, 12 օր Թայլանդ խմբային տուրից մենք Բանգկոկ Պատայայից հետո գալիս ենք Փուքեթ եւս 5 օր մնալու։ Այս մեր խումբը ժողովուրդ ո՞նց է։ Այս են ջիգարով պոզիտիվ խումբ, մենք արդեն Փուքեթում ենք։ Թայլանդում մեր ներկայացուցիչը արդեն տեղում է եւ վերջ մենք գնում ենք Փուքեթի լավագույն հյուրանոցներից մեկը, որը ուղիղ Հնդկական օվկիանոսի ափին է։ Դե տեսեք ինչ դրախտաբայրում ենք եւս 5 օր մնալու, այլ կերպ չէր կարող լինել։ Պետք է հյուրանոցը լինի հարմարավետ, բարձրակարգ եւ ուղիղ օվկիանոսի ափին։ Տեսեք այս հրաշքը, ամեն օր ափին բարձրակարգ կենթանի երաժշտություն, հաճելի տրամադրություն, իսկ երեկոյան մայրամուտը Փուքեթում պարզապես հեքիաթի ժանրից է։ Ժամերով կարող ես նստել եւ նայել այս աստվածային գեղեցկությանը։ Այո, ամենաճիշտ ընտրությունը Miracle Tour Travel Սպոյի հետ Թայլանդ լյուքս տուր։ 2 օր ամբողջովին հանգիստ ունենալուց հետո երեկոյան նշում ենք ծննդյան տարեդարձ։ Ասեմ, որ դուք նույնպես ունեք Miracle Tour Travel-ի կողմից նվեր, 3%-անոց ձերքի հարց։ Թայլանդում նշում ենք երկրորդ ծնունդը, այստեղ նայեք Ժորժ ջան, մեր խմբի մի մասն է այստեղ չնայած այս պահին գտնվում, ու նայեք ինչ թույլ շոու ծրագիր է այս պահին, գեղեցիկ սեղան, հենց օվկիանոսի ափին։ Ահա։ Իսկ սա արդեն թայլանդական ազգային պար, հələ նայեք ինչ սիրուն է ժողովուրդ։ Երրորդ օրը սկսում ենք նավարկություն դեպի Թայլանդի ամենագեղեցիկ 5 կղզիներ։ Այսպես սկսվել է նավարկությունը դեպի Փուքեթի 5 կղզիները, մենք արդեն մեր նավի մեջ ենք, մեր ամբողջ խումբը գնում ենք առաջինը Փխի։ Այո, դուք ճիշտ լսեցիք, այդքան հայտնի Փխի կղզին, որը ի դեպ գտնվում է Թայլանդի թագավորի ուղիղ հսկողության ներքո։ Մեր առաջին կանգառը կղզիներից դա հենց Փիփին է, Թայլանդի ամենահայտնի կղզին, որտեղ որ մենք հիմա ամբողջ խմբով էստեղ ենք, մենք գնում ենք Մայա Բեյ, որտեղ նկարահանվել է Լողապ ֆիլմը։ Հայտնի Փխի կղզին, որտեղ որ նկարահանվել է Լողապ ֆիլմը, Լեոնարդո Դիկապրիոյի գլխավոր դերակատարմամբ, մենք գնում ենք հենց հիմա այն մասը, որտեղ որ դուրս են գալիս գլխավոր դերակատարները դեպի Լողապ, ու այդ ֆանտաստիկ տեսարանն է բացում։ 3, 2, 1, Մայա Բեյ։ Ժողովուրդ անհնար է դիմակայել բնության այս գեղեցկությանը եւ հենց ֆիլմի հերոսի նման թուլանում են ոտքերդ ու չես հավատում սեփական աչքերի։ Beautiful woman. Maya Bay,
Խիփխի կղզի, որտեղ որ նկարահանվել է հենց այստեղ Ֆլյաշ ֆիլմը, լողապ ֆիլմը Լեոնարդո Դիկապրիոյի գլխավոր դերակատարմամբ հենց այստեղ ամբողջ գործողություններն կատարվել այդ հայտնի ֆիլմի հոլիվուդյան եւ պատկերացրեք հենց այս մասը համարվում է աշխարհի մոլորակի երկրագնդի ամենագեղեցիկ պլյաժը պատկերացնում եք այստեղ նույնիսկ արգելված է լողալը որպեսզի իր այդ էկո համակարգը չխախտվի ջրի գույնի ավազի հլստեղ նայեք ժողով լես գեղեցկությանը նայեք լես ֆանտաստիկան նայեք ու պատկերացնում եք մենք հիմա Թայլանդ խմբային տուրով լյուքս խմբային տուր, որը Բանգկոկ, Պատայա, Փուկետ է իր կղզիներով մենք արդեն Բանգկոկում եղել ենք, Պատայայում եղել ենք, հիմա արդեն Փուկետում ենք երրորդ օրը եւ այցելում ենք կղզիներ ու առաջին կղզին հենց Խիփխի Մայաբեյ լքում ենք Խիփխի կղզին եւ ուղևորվում ենք Պիլե ծովացոց, որտեղ եւ մեր տուրիստները վայելում են լողալու հաճույքը։ Այնուհետեւ ուղևորվում ենք Կապիկների լողապ, հայտնի Monkey Beach եւ վերջ մենք Պիպիդոն կղզում ենք։ Հասանք Պիպիդոն կղզի ու այսպես լավից թռնում ենք ջուրը եւ ու ջրի մեջով անցնում ենք դեպի լողապ Պիպիդոնում նաև կունենանք իհարկե ճաշ ամբողջ խումբը այստեղ է իսկ տրամադրությունը շշմելու Պիպիդոն կղզին հրաշք է ժողովուրդ հլստե տեսարան նայեք հլս գեղեցկությանը նայեք ոնց որ մի մեծ տելևիզոր լինի չէ տրոպիկական ինչ-որ տեսարանով այս ամեն ինչը իրականություն է ռեստորանը մերոնք նստած բոլորը հենց հիմա հաց են ուտում շատ հետաքրքիր ծովամթերք եւ նաեւ եվրոպական մթերքներ միրգը պարտադիր սոկը պարտադիր բոլորը հիմա իրենց ընթրիքն են անում իսկ ես փորձեմ ներկայացնել ձեզ Պիպիդոնը նայեք այս հնդկական օվկիանոսը այս Պիպիդոնն է այս ծերից sense մի շատ մեծ կղզի է Պիպիդոնում կա սուպերմարկետներ Պիպիդոնում կա ոստիկանություն Պիպիդոնում կար մի խոսքով ամեն ինչ փոքր քաղաքի համար միայն ճանապարհներ գոյություն ունեն մեքենաների համար իսկ մնացածը նման է ոնց որ փոքրիկ մի քաղաք հյուրանոցներ ռեստորաններ հյուրատներ սրճարաններ դեղատուն հիվանդանոց ոստիկանություն ամեն ինչ կա այս կղզում շատ մեծ կղզի Պիպիդոնը Մի քանի ժամ վայելում ենք Պիպիդոնը եւ ուղևորվում ենք բոլորի կողմից սպասված Bouncy կղզի։ Մենք հասանք, լսեք ուշադիր Bouncy, հենց թայլանդական Bouncy կղզին է այսպես գալիս ենք այստեղ ու այստեղ ավազը ջուրը մենք այսօր հանգստանալու ենք Bouncy կղզիում։ Այո, Bouncy-ում եւս 2 ժամ ունենում ենք հանգիստ, այստեղ նաեւ ունենում ենք snorkeling, իհարկե էկզոտիկ կենտանիների պակաս չունենք եւ որպեսզի պատկերացնեք թե մոլորակի որ մասում ենք գտնվում եւ ուր ենք գնում, դե իհարկե Թայլանդի եւս մեկ հրաշալի կղզի Կրաբի եւս մեկ հեքիաթային վայր։ Ինչ մենք հասանք Կրաբի Կրաբի կղզիում ենք ու այստեղ ամենաթույն էքսկուրսիաներից ալինելու հիմա նորից իջնում ենք կղզին ու շարունակում քայլել այս խումբը ամբողջ ուղին գալիս է ինձ հետ Բարի գալուստ Կրաբի, այո, այստեղ բնությունը, օվկիանոսը եւ կենթանական աշխարհը դառնում է շքեղության սինթեզ, որը անտարբեր չի թողնում որևէ զբոսաշրջիկի։ Տեսեք այս ժայռերը, բնությունը եւ օվկիանոսը, միթե սա աշխարհի հրաշալիքներից չի։ Եվս մի քանի ժամ էլ անցկացնում ենք Կրաբիում եւ ավարտում օրը Պոտակղզում։ Ժողովուրդ չեք պատկերացնում ինչ հպարտություն եմ այս պահին ես ապրում, ինչ զգացմունքներ են այս պահին իմ մոտ։ Մենք Պադոն կղզում ենք Կրաբիում, Թայլանդում, ինչի համար եմ հպարտություն ապրում այս զգացմունքներս մինչև, չգիտեմ, գագաթնակետին են հասել, որովհետև գրեթե 7-8 ամիս չարչարվել ենք այս աննախադեպ տուրը նախագծելու, գծելու, գծագրելու եւ վերջնական տեսքի բերելու համար գրեթե 7-8 ամիս միրիկլ տուր travel գրասենյակում
Մենք նստած գծել ենք այս ամեն ինչը ու այսօր իրականություն է դառնում, պատկերացնում եք։ Եվ ինչի համար եմ հպարտ, որովհետև տուրիստները խմբային տուրի, ովքեր որ հենց առաջինը մասնակցեցին այս տուրին, պարզապես, չգիտեմ, բառերն ավելորդ են գոհ են մի խոսքով։ Շատ գոհ են, որ նմանատիպ տուր է կազմակերպվել եւ իրենք Թայլանդը տեսան ամբողջովին։ Բանգկոկ, Պատայա, Փուկետ, Խիփխի, Պիպիդոն, Բաունցի, Կրաբի եւ Պատտոն։ Ահա թե ինչ հեքիաթի մեջ էինք հայտնվել մենք Թայլանդ խմբային տուրի ժամանակ։ Ցտեսություն, հրաշք, կղզիներ, մենք դեռ կհանդիպենք։